Ռուս-հայկական համալսարանում անցկացվեց ֆիզիկական, դաստիարակության եւ առողջ ապրելակերպի ժամանակակից մարտահրավերներ ուսանողական գիտաժողովը։ Միջոցառումը կազմակերպվել էր համալսարանի ֆիզիկական, դաստիարակության եւ առողջ ապրելակերպի ամբիոնի կողմից։ Շատ ավելի հետաքրքիր է ապրել այս աշխարհում լինելով սպորտային, քան լինելով կոմպյուտերային։ Ամբողջ օրը նստած այդ iPhone-ի մեջ վիրտուալ կյանքում։ Ճիշտ է, ավելի հեշտ է ֆուտբոլի մասնագետ դառնալ iPhone-ով, քան եթե դու ես ինքդ խաղում, բայց ոնց անենք, որպեսզի մեր երիտասարդ սերունդը շատ ավելի դառնա սպորտային, սիրի ֆիզիկական կուլտուրան, մարդիկ իրենց պետք է սիրեն սկզբից, եթե դու քո մարմինը չես սիրում, ինքդ քեզ չես սիրում, չես զբաղվում քո առողջությամբ, ելում ես պետք, ոչ ազգին, ոչ ժողովրդին, ոչ էլ ինքդ քեզ։ Նման խնդիրներ կան, որոնք ունեն նաև գիտական բնույթ և այս հիմնախնդիրների լուծման համար մենք պետք է աշխատենք։ Մենք երկրորդ անգամ արդեն անցկացնում ենք մեր համալսարանական ուսանողության փաստորեն սպորտային համաժողովը, կոնգրեսը, որտեղ որ մենք խոսում ենք տարբեր մարզաձևերի մասին։ Իմաստը նա է, որ մենք կարողանանք հնարավորինս ավելի շատ մեր ուսանողներին եւ արդեն իսկ այսօր հրավիրված Պարոն Սանդյան, ուզում եմ ձեզ տեղեկացնեմ, այսօր մենք հրավիրել ենք մեր Երևան քաղաքի դպրոցների բարձր դասարանի աշակերտներին, ովքեր որ մասնակցություն կունենան մեր համաժողովին եւ հնարավորինս ավելի շատ կծանոթանան եւ մեր համալսարանի հետ, արդեն իսկ անցած տարի նրանք ֆուտբոլ մարզաձևով ծանոթացել են, ուրեմն կծանոթանան մեր համալսարանի հետ եւ կարծում եմ, որ իրենց ուղղությունները կարող են ընտրել դեպի հայ-ռուսական համալսարան։ Սպորտը մշակում է մարդու մեջ կամքի ուժ։ Դու կարող ես ունենալ բացարձակ տաղանդներ այս կամ այն սպորտաձևում, դու կարող ես ունենալ չափազանց լավ մարզիչ եւ ժամանակից մեթոդիկա, բայց եթե քո մեջ չկա այդ կամքի ուժը, այդ ցանկությունը, որպեսզի դու այսօր անես այն, ինչը քեզ չհաջողվեց երեկ, իսկ վաղ անել այն, ինչը քեզ շահում այսօր, առանց այդ քայլերի սպորտում հնարավոր չի հասնել որևէ հաջողության։ Միջոցառման ավարտին շնորհակալական խոսքով հանդես եկավ Ռուս-հայկական համալսարանի ռեկտորի երիտասարդության հարցերով խորհրդական Հրիփսիմե Մարգարյանը։ Գիտաժողովին ներկա էին նաև Երևանի քաղաքապետարանի հանրակրթական ավագ դպրոցների աշակերտներ, որոնք հետաքրքրված էին սպորտով եւ առողջ ապրելակերպով։ Միջոցառման ընթացքում ուսանողները ներկայացրին իրենց գիտական զեկույցները, անդրադառնալով ֆիզիկական դաստիարակությանը, սպորտի զարգացմանը եւ առողջ ապրելակերպի կարեւորությանը։ Գիտաժողովը անցավ ակտիվ քննարկումներով, որտեղ մասնակիցները կիսվում էին իրենց կարծիքներով եւ գաղափարներով։ Այն դարձավ լավ հնարավորություն ուսանողների համար ներկայացնելու իրենց աշխատանքը, ստանալու նոր գիտելիքներ եւ զարգացնելու իրենց հմտությունները։ Ապրեք շատ, շնորհակալ։ Մենք ամեն տարի միջոցառում ունենք։ Ապրեք շատ, մենք ամեն տարի միջոցառում ունենք։ Գորիս նորարարի չէ՞։ Ձեզ բավականին է, համար եմ ցույց ապրեսացիա։ Красавица, молодец. Спасибо. Ես ուզում եմ Ռոզայի պատմությունը պատմեմ, մի օր շատ էնտուզիազմով մտավ ամբիոն, ասաց, ես ուզում եմ դառնամ սպորտային մեկնաբան, ասի դու կդառնաս հաստատ։